Եթե ես կողքին չնստեմ, երեխաս դաս չի անի։ Սա ոչ միշտ է ծուլության նշան։ Շատ դեպքերում երեխան պարզապես դեռ չի սովորել ինքնուրույն աշխատել։ Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են շատ օգնել։ Ստեղծեք ռեժիմ։ Ամեն օր թող նույն ժամին սկսի դասերը։ Երբ երեխան գիտի, թե երբ է սպասվում դասերի ժամանակը, նա ավելի հեշտ է կենտրոնանում։ Գրեք պարզ պլան, ինչ անելիքներ ունի այսօր։ Թող ինքը նշի ավարտածները։ Դա տալիս է վերահսկողության եւ հաջողության զգացում։ Մի արեք նրա փոխարեն, ասեք փորձիր ինքդ, եթե չստացվի միասին կմտածենք։ Դա վստահություն է տալիս, որ ինքը կարող է։ Գովեք ջանքը, ոչ թե միայն արդյունքը։ Դու ինքդ փորձեցիր, դա արդեն իսկ կարևոր է։ Դասերը մի փոքր խաղային դարձրեք, տվեք ժամանակային մարտահրավերներ։ Տեսնենք 10 րոպեում քանի վարժություն կանես։ Նաև խրախուսեք ամեն ավարտված առաջադրանքի համար։ Եվ ամենակարևորը, համբերեք։ Ինքնուրույն դառնալը ժամանակ է պահանջում։ Կարևոր է, որ երեխան զգա, որ դուք իր կողքին եք, բայց նրա փոխարեն չեք անում։ Երեխայի ինքնուրույնության հիմնաքարերից մեկը ինքնավստահությունն է։ Հավատը, որ միայնակ կհաջողի, այնպես որ եղեք նրա աջակիցը։ Թույլ տվեք սխալվել եւ լուծումներ գտնել։ Մի վախեցեք նրան թողնել առանց ձեզ։ Դժվարությունների դեպքում կարող եք դիմել կանահոգեբանական կենտրոնի հոգեբաններին։